Հարգելի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազտիկի վարդապետյան, հարգելի կուրսանտներ, սպաներ, սերժանտներ, մեզ համար այսօր մեծ պատիվ է Ռազմական ակադեմիայում հյուրընկալելու գլխավոր դատախազին։ Սա Ռազմական ակադեմիայի պատմության մեջ երկրորդ հայցն է, առաջինը հենց ռազմաօդային ուժերի ինստիտուտում է տեղի ունեցել եւ այդ հաջողված 10 քննարկումից հետո մեծ արձագանք ունի եւ մինչ այսօր մենք ստանում ենք մեր կուրսանտների բաղկապահովությունները քննարկումից, այսքանով ես սիրով ոսկեփոխանցեմ ձեզ հրամանատարական առաջնորդության մասին երկխոսություն կամ զրույց։ Հենց քրեական ենթամշակույթի դեմ պայքարի այս ձեր դասի շրջան։ Եկեք մի քանի եզրույթի հետ աշխատենք։ Ով ունի պարտադրված աշխարհայացք։ Մենակ ես։ Ահա, իհոք չէ, իմ հետ միասին։ Ինչի մենք ունենք պարտադրված աշխարհայացք։ Ճիշտ է, շնորհակալ եմ։ Ձեր անունն ինչպես է։ Արսեն, շնորհակալ եմ։ Էլ ինչն է ինձ իմ աշխարհայացքը պարտադրում, ձեր բոլորը ձևավորված է։ Ու այսօր ձեզնից ամեն մեկի հեռախոսի մեջ կա այն, ինչ ինքը ընտրում է։ Ճիշտ եմ, չէ՞։ Հիմա որ իմ հեռախոսի սոցիալական կայքերը բացենք ու ցանկացած այստեղ նստածին նույնը չի լինելու, չէ՞։ Որովհետև այդ արհեստական բանականությունը գիտի արդեն ինձ, գիտի ես ինչ եմ ուզում ու այդ կոնտենտը ըստ այդմ լուծնում է։ Դրա համար երբ որ մենք խոսում ենք աշխարհայացքի մասին, մենք երկու երևույթի մասին պետք է խոսենք։ Մենք պետք է խոսենք այդ աշխարհայացքի ձևավորման մասին եւ պետք է խոսենք այդ աշխարհայացքի պարտադրման մասին։ Ինչ տարբերություն կա գաղափարախոսության ու քարոզի միջեւ։ Հիմա գալով մեր այսօրվա թեմայի բուն պատճառը, քրեական ենթամշակույթ։ Ինչի վրա կառուցված քրեական ու ցանկացած ենթամշակույթի համակարգը, ողնաշարը։ Գիտեն մեզնից յուրաքանչյուրի ուղղությունները, գիտեն մեզնից յուրաքանչյուրը ինչ հակում ունի, ինչ կախվածություն ունի, ինչը դուրը կգա եւ ինչը դուրը չի գա։ Կոպիտ ասած մենք այդ համակարգերի համար կանխատեսելի ենք։ Դրա համար, երբ որ մենք խոսում ենք օրինակ քրեական ենթամշակույթի մասին, տեսեք այսօր օրենք բառը մի քանի անգամ ասացիք ու ինձ թվում է տենց ոչ այդքան դրական կոնոտացիայով այդ օրենք բառը հնչեց, հեսա կգանք նաև դրան։ Ինչի է այսօր մեր մոտ օրենք բառի հետ կապված այդ բացասական կոնոտացիան աշխատում։ Կոնոտացիան վերաբերմունքն է մեր վերաբերմունքի դրսևորումը։ Պայմանական ասեմ ենթամշակույթ, հա, կարելի քրեական, կարելի ցանկացած ենթամշակույթ։ Մենք առնչվում ենք ենթամշակույթի դրսևորումներին մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Ուր գնանք։ Հիմա որ այս դասախոսությունից հետո ուշադրություն դարձնեք ձեր չորս կողմին, դուք կտեսնեք, որ դուք ցանկացած տեղ ունեք համակարգ եւ այդ համակարգից ձևավորված տարբեր ենթահամակարգեր, որոնցից կեսը գործում է լույսի տակ, կեսը գործում է ստվերում։ Եվ այդ բոլոր ենթահամակարգերը, եթե մի քիչ էլ ուշադիր լինեք ու ձեզ կողքից նայեք, կտեսնեք, որ ճանաչում են ձեզնից ամեն մեկին։ Մեզնից յուրաքանչյուր, կյանքի յուրաքանչյուրություն իրանից ներկայացնում է կոնֆլիկտ։ Բախում։ Ինչու՞։ Որովհետև մենք մարդ արարածներից ունենք շատ հետաքրքիր հատկանիշ։ Մենք մեր սահմանները չենք ճանաչում։ Մենք որպեսզի մեր սահմանները ճանաչենք, մենք պետք է բախվենք։ Կամ իրար, կամ առարկաների, կամ հարաբերությունների, անընդհատ։ Եվ երբ որ մենք խոսում ենք մի համակարգի մասին, որը զարգացող համակարգ, այդտեղ բախումներ են, անընդհատ են բախվում։ Ձեզնից յուրաքանչյուրը իր կյանքում հետո, երբ որ դառնա հրամանատար, գործ ունենալու ամենօրյա կոնֆլիկտների հետ։ Կոնֆլիկտները դրանք կռիվներն ու ծեծերը չեն իրար միայն։ Կոնֆլիկտները նաև մարդկանց տեսակետների տարբերություններն են։ Եվ ինչ անում ենթամշակույթը, ցանկացած ենթամշակույթ։ Ո՞նց են այդ կոնֆլիկտների հետ աշխատում։ Օգնեմ ձեզ մի քիչ։ Ոնց եք դուք կոնֆլիկտները կառավարում։
լուծելու տրամաբանության վրա, չէ՞, այգերի տղամարդիկ դες չի, տենց։ Եվ դրա համար ինքը մեզ բռնում այդ կեռիկի վրա ու ասում է, որ դու կունենաս արժեք, կլինես հարգված, կլինես սա, բոլոր պլյուս այսպես ասած նշանները դու կարող ունենաս հարց լուծես, կոնֆլիկտ լուծես, բայց դու իմ հարցի մեջ, հիմա կխնդրեմ նորից վերադառնաք ու մի հատ նորից մտածեք, ոնց եք դուք կոնֆլիկտները կառավարում։ Եթե ես վերաձևակերպեմ ու ասեմ, որ դուք առաջին հերթին ի կոնֆլիկտի էությունը հասկանաք, ճիշտ եմ ես հասկանում։ Պիտի հասկանաք կոնֆլիկտի էությունը, կողմերին պիտի ճանաչեք, էլ ինչ պիտի անեք։ Ունենաք երկու կողմերի տեսակետները, չէ, կարծիք հնչեց, որ պիտի լսեցիք, իմ հրաշալի, էլ ինչ պիտի անեք, գիտելիքի պակասի մասին ասեց, նսարանիզի մասին, մենք պիտի եղած կոնֆլիկտը համադրենք մեր գիտելիքի հետ, մենք ինչ գիտենք որպես հրամանատարներ, ես ինչ գիտեմ որպես դատախազ, որպեսզի կարողանամ կոնկրետ դեպքում ինձ ծանոթ գործիքների միջոցով նախ այս կոնֆլիկտը կառավարեմ, որ դուրս չգա թույլատրելի ափերից, որովհետև ես նորից եմ կրկնում, կոնֆլիկտները միշտ են ու ամենուր չկա իրավիճակ, որ կոնֆլիկտ չունի, բացառված է։ Եվ այդ կոնֆլիկտները կառավարելու համար ես պիտի եղած այդ դաշտային աշխատանքը, որ արել եմ, հասկացել եմ կոնֆլիկտի էությունը, տեսել եմ կողմերին, հասկանում եմ կողմերի շարժ առիթները ամենակարևոր, ես համադրում եմ իմ ունեցած գիտելիքի հետ։ Ձեր գիտելիքը հիմնականում ձևավորվում է ռազմական գործից, ճիշտ է, դուք ստրատեգիական մտածողություն եք սովորում այս տարբերի ներսում, եւ ձեզ համար ի տարբերություն քաղաքացիական կյանքում գործող մյուս բոլոր մարդկանց կա մի շատ կարևոր եղանակ։ Ձեր գրեթե բոլոր քայլերը կանոնակարգված են կամ ենթաօրենսդրական ակտերով, կամ օրենսդրական ակտերով, կամ նորմատիվ ակտերով, կամ անհատական ակտերով, կամ լոկալ։ Ինչը նշանակում է, որ ձեր ներկայացումը բազմազան ի տարբերություն նույնը մեր կյանքում է, դատախազների մոտենապես, ի տարբերություն մնացած բոլոր իրավիճակների, որտեղ հարաբերությունները դիսպոզիտիվ են։ Ընդհանրապես երկու բառ ամենայն իրավաբանությամբ մի դեպքում ասում են կոնֆլիկտի կառավարում, որը հրամանատարական առաջնորդության եւ ցանկացած առաջնորդության ողնաշարն է, եւ մյուս դեպքում դրան նենգափոխված տեսակ կառավարում կոնֆլիկտի միջոցով։ Քրեական ենթամշակույթը երկրորդ թուլությունը, որի վրա խփում է, դա մեր այդ թուլությունն է, որ մենք կառավարելի ենք այն դեպքում, երբ որ մեզ ներքաշում են կոնֆլիկտի մեջ։ Այս երկու հիմնական կեռիկներն են, որոնցից քրեական ենթամշակույթը, պատկերավոր եթե ասեմ, բռնում է այս մեր օձիքից ու կախում։ Մենք ոչ կարողանում ենք քայլել, ոչ կարողանում ենք շարժվել, մեր բոլոր մարմնաշարժումները օդի մեջ ինչ-որ անկանոն մանիպուլյացիա։ Ոնց ենք մենք հասկանում, որ մեզ կառավարում են կոնֆլիկտի միջոցով։ Ոնց ենք պատկերացնում, ոնց կարա իրավիճակ լինի, որ ձեզ կոնֆլիկտի միջոցով կառավարի։ Մի օրինակ դուք բերեք, մի օրինակ ես աստղաբաշխական քանակի ստեղծված խնդիրներ, սենց ուղղակի սարերի նման ծագում էին առաջ, որպեսզի ինձ դնեն են իրավիճակի մեջ, որ ես արագ ռեակցիա տամ։ Ինչի համար ռեակցիա տա։ Որ սխալ։ Որովհետև ես ժամանակ չեմ ունենա մտածել, մեկ, եւ ժամանակ չեմ ունենալու այդ սիտուացիան համադրելու իմ ունեցած գիտելիքները։ Դա կոչվում է կոնֆլիկտների միջոցով կառավարում։ Նույն հալածանքի արդյունքում։ Մի մարդ իրանական ասում, մեր ինչ մարդ կողքին է, բայց պատճառում է, հալածը։ Դա քրեական ենթամշակույթի մյուս կեռիկն է, որից ինքը մեզ էլի օձիքից կախում է։ Անգլերեն ասում եք, ասում է naming and shaming, չէ, անունը տալ, մատնանշել եւ ամոթանք։ Քրեական ենթամշակույթը այդ խորացնում է։ Քրեական ենթամշակույթը դարձնում է կոնկրետ մարդուն ընտրում է թիրախ։ Ու սկսում է այդ մարդուն ճնշել, նեղացնել միջև այն կետը, զսպանակը ինչքան կարա սխմես, չէ, այն միջև այդ մաքսիմալ կետը, որը զսպանակը կարա սխմել։ Մեր բանակում այդ խնդիրը ինձ այսօր ամենաարդիականում է, երբ որ երկու զինծառայող կապ չունի ստորագրական հարաբերություններ կամ թե գործնական հարաբերություններ են, իրար հետ խոսում են հալածանքի լեզվով։ Տարբեր իրավիճակների հետ կապված։ Եվ քրեական ենթամշակույթը ինչ անում։ Գալիս ասում է, գիտեք ինչ, այդ օրենքը բան ես չգիտեմ,
Բայց մենք լավ ձեր գիտենք։ Եկեք որոշենք, որ այն մարդը, ով կոնկրետ իրավիճակում ոտքը կսայթակի, իսկ մեզնից յուրաքանչյուրի ոտքը կարող է սայթակի, իմն է ձերը գնասի, ուրեմն մենք բոլորս ցելենք իրեն հալածել։ Եվ երբ որ մենք բոլորով իրան սկսենք հալածել, կողքի մարդը կնայի, որ իր հետ այդպես բան կլինի, ու ինքը էլ չի անում։ Քրական ենթամշակույթը մեզ խաբում է։ Մեզ տալիս է խաղցրավերի, համոզելով, որ այս խաղցրավերիքը միշտ է։ Բայց խաղցրավերիքը միշտ չի։ Ինքը ինչ անում է։ Այն ենթամշակույթը, որը փորձել է տարածվել հարաբերությունների մեջ, մեր մեջ ձևավորել է վախի մտքով։ Իրարից անվստահության մտնոլորտ, վախի մտնոլորտ, ստի մտնոլորտ, նաև ինչի՞ չէ, ու դրանից բխող բոլոր հետևանքներ։ Մինչդեռ երբ որ մենք բոլորով միասին գնում ենք խնդիր կատարելու, մենք չենք կարող իրար մեջ ունենանք անվստահություն։ Ենթամշակույթը ամենակարևոր կեռիկը, բացի կոնֆլիկտները կառավարել մյուս, ես վերադառնում եմ այդ սեղմված զսպանակի հարցին, հա։ Ինչ անում։ Տրորում արժանապատվություն։ Այն ինչը անհամատեղելի է, կարող եմ ասել մեր ուսանողների հետ։ Պայման ամենահեշտ ձևը, այ ոնց որ ասեցիք, կոնֆլիկտի կառավարումը։ Իսկ կոնֆլիկտը ձևավորվում է այնտեղ, որտեղ կա ներողություն, կենթանական վախ։ Եթե կենթանական վախը հանում է ու գործում է հիմնականում բանական արարածների հետ, բանական արարածների կառավարելը պահանջում է, որ դու այդ բանական արարածներից մի ճապ